Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ խոսելու ենք շատ կարեւոր թեմայի շուրջ։ Հավաքվեք։ Հաջորդ ցավոտ թեման ամանորից հետո սննդային չարաշահումներն են, ինչպես օրգանիզմը մաքրել, ինչպես ճիշտ սնվել եւ հատկապես ցուրտ եղանակին ինչ վիտամիններով հագեցնել օրգանիզմը, կպարզենք մեր հյուրի հետ եւ ով է նա։ Իսկ մեր հյուրն է սննդաբան նուտրիցիոլոգ Գայանե Շախ-Խաթունի։ Ֆանտաստիկ ազգանուն։ Շատ գեղեցիկ է։ Բանկում եւ ձեր ազգանունն են հարցնում ոնց է գրվում ու իմ ազգանունը երևի։ Մոլիտվին։ Վաու, ձերն ավելի լավն է։ Ոնց է բան, սոդայի տուփը վերցնես, հետևից ինչու՞ մոտ բար տարօրինակ կարդաս, այդտենց տանուկ ազգանուն։ Արդեն սովոր ենք, կարծում եմ այդ ինչ։ Այո։ Խոզիբուտ, չգիտեմ, պաշտետ, բլինչիկ, իշլի, կոտլետ ինչու ենք մենք սիրում այդ միքսը սենց անել, հետո ասել մի հատ գազավորված ինչ-որ բան տվեք, ես ուշքի գամ, բայց գաղտնիքը դրանով չի իրականում։ 10 եւ ավել տարի խոսում եմ այս թեմայով, բայց միշտ ակտուալ է, կարծում եմ անգամ նրանք ովքեր հարցնում են, էլի են հարցնում։ Իրականում խոզիբուտ, բլինչիկ, պաշտետ, դրանք բոլորն էլ թարմ վիճակում եւ չափավոր ուտելը ված չի։ Ինչ խոսք չափը ելնելով օրգանիզմի տեսակից, ծավալից մարմնի, խոսքը երեխայի մասին է, հաղթանդամ տղամարդու, թե ոչ, չափերը փոփոխվող են։ Այստեղ կարևորը հետևյալն է, այդ ամեն ինչը անընդհատ չխառնել, անժամանակ ուտելով եւ շատ կարևոր է այդ ձեր ասած այդ հետևից գազավորված խմելու միֆը չունենալ, որովհետեւ խմենք կոլա, որ յուրացվի, չկա այդպիսի բան։ Ու քայքայից տամոքսը։ Այո, ես վերջերս այդպիսի նյութ էի տարածել, որ այո, քայքայում է սնունդը, բայց նաեւ ստամոքսը միֆերից հեռու մնանք։ Ուրեմն ոնց պետք է սնվել նոր տարուն։ Նախ ուշադիր լինել այդ բոլոր աղցանների պարունակությանը եւ ժամկետների, ամենակարևորը, որպեսզի այն չլինի 3 օրից ավել պահպանումով, ոչ լավ սառնարանային ջերմաշրջանում եւ այլն։ Սա պետք է անպայման մի քիչ ավել լավ սարքեն շուտ, սպառվի հետո նորից սարքեն, այլ ոչ թե ղազանով սարքում են։ Ցանկալի է սարքեն այնքան, ինչքան այդ օրը պիտի ուտվի։ Իսկ եթե մի քիչ շատ են պատրաստել, ամեն դեպքում իմացեք, որ 3 օրից ավել պահելը վտանգավոր է, իդեպ պահելն էլ պետք է անպայման սառնարանում լինի։ Ինչ վերաբերվում է խոզի բդին, եթե դա յուղոտ է, ցանկալի է օրվա մեջ քիչ չափի ուտել, այսպես ասած ամեն հյուրի խոզի բդից չարժի ուտել, որտեղ կալորիապես շատ բարձր է եւ հնարավոր է շատ գիրանանք։ Ինչը վերաբերվում է աղցաններին, հատկապես մայրաքաղաքայինին, ես նշեմ, որ այնտեղ ձու, թթվասեր համադրությունն է, որը ավելի վտանգավոր է պահպանման տեսանկյունից եւ նաեւ այնտեղ կա մարինացված, հա, այդ սիսերը կամ ոլորը, որը պետք է մի քիչ ուշադիր լինել տուփերի վրա էլի պահպանման նշանին։ Բլինչիկների մասով Դե ինչպես կարելի է չփորձել, դեմում ես մեկի տուն, ասում են, բանը, վարդ շորակույրն է սարքել, ինչպես կարող ես չփորձել։ Պետք է ասել, որ ես այսօր թեթև վատառողջ եմ, այդ մի լավ տարբերակ է, ստամոքսի թեթև ցավեր ունեմ, ինձ մի ստիպեք։ Ինչպես մաքրել, այսպես ասած, ստամոքսը տոներից հետո, եթե մի փոքր չարաշահել ենք։ Ցանկալի է մոնոտոն սնվել, հատկապես բանջարեղենի քանակը շատացնել։ Իդեպ այդ սնունդները բոլորը ուտելուց առաջ մի լավ տարբերակ կա, ուտել մի ափսե բանջարեղեն, սկզբից ստամոքսը լցնել այսպես ասած վիտամիններով, օրինակ նայեք բիբարը, կանաչ կամ կարմիր, դրանք ձմեռը ակտուալ են որպես բանջարեղեն, գազարը, դե վարունգը մի քիչ ձմեռային բանջարեղեն չի, ավելի լավ է ամռան։ Հա, սրանք գցել, բիբարը, գազարը, հա, կանաչիները, հազարի տերևները, մի լավ մեծ ափսե ուտել, ստամոքսը լցնել, հետո վրայից նոր խոզի բուդը մի կտոր, համ կլինի մեր մոտ բջջանք եւ սպիտակուց համադրություն,
մասամբ նաև ճարպեր, համ դուք շատ չեք ուտի իրան, որտեղ արդեն լիքն է ստամոքսը։ Իսկ հետո, երբ արդեն տոներն անցել են, էլ ոչ ոք մեզ բլինչիկ չի առաջարկում, ավելի հեշտ է անցնել, այսպես ասած, բեռնաթափման ծրագրերին։ Այս դեպքում մեզ վրա է հասնում օգնության էլի բանջարեղենները տարբեր տեսակով պարտադիր չի ուղղակի կտրտած համեղ աղցաններ կարելի է անել, աղը մի քիչ անենք, հա, որտեղ նոր տարուն ամեն շատ աղի ենք կերել, հիմնականում դրանից հետո այտուցներ է լինում։ Անել համեղ սալատներ, աղցաններ, կանաչիներով, համեմունքներով ու օրվա ընթացքում օրինակ մեկ օր ուտել միայն աղցաններ։ Հաջորդ օրը ուտել կաթնային սնունդներ, դա կլինի կեֆիր, ոչ շաքարով յոգուրտներ, կաթնաշոր, հա։ Մյուս օրը կարելի է ուտել մրգեր։ Մի 3 օր այդպես մոնոտոն, այսպես ասած, բեռնաթափման ծրագրեր կարելի անել, բայց ոչ միայն, օրինակ երբեմն լսում եմ, որ ընդհանրապես միանգամից այդ խրախճանքներից հետո լրիվ սով են ունենում, որը որ էլի վտանգավոր է, հնարավոր է եւ վատանակ։ Իսկ մին շատ հետաքրքիր այսպիսի բան, կան շատ տարբեր դետոքս ծրագրեր, ինչ-որ հյութերի տեսքով եւ այլն, ինչ կասեք այդ ամենի մասով։ Ցավոտ թեմա է, այ նոր դա էի ասում, նայած դետոքսը ինչով է պատրաստված։ Եթե մրգահյութեր են, ավելի քան սխալ է, որովհետև դատարկ ստամոքսին խմել քաղցր հյութ, անգամ թե դա բնական մրգերից է, միանգամից ինսուլինը արյան մեջ բարձրանում է եւ քաղցր հյութ խմելով դուք չեք նիհարի, ընդհանրապես կարող է ջրազրկում կատարվի օրգանիզմում, դուք կշեռքին տեսնեք ցածր թվեր, բայց դա ջրազրկման հաշվին։ Ու հետո հետա վերադառնում այդ ամեն ինչը։ Հիմնականում այո, բացի դրանից գուցե շաքարը բարձրացնի, անընդհատ քաղցր հյութեր 3 օր իրար վրա խմել, բայց եթե բանջարեղենային սմուզիներ են, ես կողմ եմ։ Ուղղակի շատ բարդ կլինի միանգամից անցնել հենց սմուզի տեսակներին, որովհետև պատկերացրեք դուք լավ կերել եք ու միանգամից մենակ հյութ եք խմում, մի քիչ վտանգավոր կարող է լինել նաև ճնշման անկում լինի եւ այլն։ Ես խորհուրդ կտամ սկզբից թեթև սնվել, մի 3 օր։ Վերջին օրը այդ բանջարեղենային սմուզիները։ Իսկ ցուրտ եղանակին որ վիտամիններն ու հանքանյութերն են ամենաանհրաժեշտը մեր օրգանիզմում։ Դե ցանկալի է C վիտամին անպայման, օրինակ նայեք, մենք կարծում ենք, որ C վիտամինը լիմոնի, կիտրոնի մեջ է ակտիվ, նարնջի, շատ անգամ տենց լսում եմ, գրեյփֆրուտի, C վիտամինը շատ ակտիվ է կանաչ բիբարի մեջ։ Օրինակ օրվա մեջ 2-3 կանաչ բիբար ահագին մեծ օգնություն է օրգանիզմին։ Ցանկալի է օմեգա կողքից, մագնեզիում, դե լավ կլինի ընտանեկան բժշկի խորհուրդներով։ Բայց այդ հավելումները, այդ տեսակները կարևոր են օրգանիզմի համար, պետք է անպայման ստուգել D վիտամինը, էլ ընտանեկան բժշկի խորհուրդներով։ Կարծում Հայաստանում բոլորի D վիտամինը շատ ցածր է։ Հա, հիմնականում ցածր է, ամեն դեպքում ստուգել, նոր խմել, որպեսզի եւ բժշկի հսկողության, որ ճիշտ դոզաներ լինեն։ Իսկ ընդհանուր առմամբ շատ բանջարեղեն, եթե ուզում եք լինել առողջ, ձեր ռացիոնում պիտի օրվա մեջ մեծ մասը կրի թարմ բանջարեղեններ, դա կլինի աղցանի տեսքով, թե ուղակի կտրտած ափսեի մեջ, օրինակ ես երեխաներիս սովորույթ եմ դարձրել, դպրոցից գալիս են, այսպես ասորցի մեծ տեսականի է ափսեի վրա դրվում, տարբեր գույնի կարմիր բիբարներ, գազար, վարունգ, հազարի թևեր, այսպես համհաճելի է Քյաբաբ կողքից։ Քյաբաբը եթե լավ մսից է, վատ բան չի, որտեվ սպիտակուցներ պիտի ընդունենք։ Ինչ վերաբերում է քաղցրավենիքներին, ես գիտեմ, որ մենք նոր տարուն նաև չարաշահում ենք քաղցրավենիքները։ Կարելի է ուղղակի էլի թեկուզ քաղցրավենիք, բայց բնական։ Խուրմա, օրինակ, արմավ։ Չրեր, մրգեր չափավոր ուտելուց հետո, որպեսզի դատարկ ստամոքսին չուտենք, որ էլի ինսուլինի քանակն արյան մեջ չբարձրանա, անպայման սնվելուց հետո քաղցրավենիքը ուտենք։ Դե տոներից հետո ցանկալի է այն քչացնել, իսկ եթե շատ կապ ունեք քաղցրի հետ եւ ստրեսային վիճակում է օրգանիզմը հայտնվում առանց քաղցրի, վերցրեք այդպես խանութներում վաճառում են
շոկոլադներ ստևիայով, ոչ թե շաքարով, այլ փոխարինիչով, օրգանիկ փոխարինիչով, որը գրեթե նույն համն է, չի զիջում, բայց գլյուկոզա չի պարունակում արդյունքում։ Մենք խոսեցինք քաղցրից, խոսեցինք երեխաներից, այլ մենք մեծերով լավ ինչ որտեղ փորձում ենք հասկանալ, հա, որ սա չի կարելի, մենք մի կերպ կարողանում ենք զսպել։ Այ երեխաների դեպքում փոքր դժվար է, որովհետև նա ամեն տոներին նրանք վազում են, մի փոքր չարազ են վերցնում, են ուտում ու ամեն ինչը խառնում են իրար ու երեխաներից մի փոքր ավելի դժվար է, հա, բայց կան ինչ-որ հեշտ մեթոդներ իրենց հետ լեզու գտնելու այդ հարցում։ Երեխաներին ոչ թե հենց տոներին, այլ ի սկզբանե ծնված օրից, երբ արդեն երեխան սովորույթներ է սկսում ձևավորել, թաթիկը գցում է սեղանին ինչ-որ բան վերցնելու, չպիտի սեղանին դրված լինի այդ քաղցրավենիքները, անժամանակ ուտելու սովորույթը պիտի ի սկզբանե չլինի, այսինքն երեխան պետք է իմանա իր ուտելու ժամն է, ինքը կերավ այս բաները, հետո մյուս ուտելու ժամն է, այդ միջուտեստային հատկապես հայկական սովորությունը, որ մենք անժամանակ ուտողներ ենք գենետիկ, սեղանի շուրջ եւ հացակեր ենք չոփից դուրս, այո, եւ ֆիլմ նայելիս անպայման մի բան կողքից ուտենք, չէ՞, մինիմում արևածաղիկ, լավագույն դեպքում, վատագույն դեպքում մրգեր գիշերը, որը միշտ կամ այսպես բրդուճ։ Միշտ ասում են, ես երեկոյան հաց չեմ ուտում, միրգ եմ ուտում։ Ես մի հարց ավելի վատ է։ Մենք ունենք հետաքրքիր տեսանյութ կաթնաշորի դիետայի մասով, կասեք ում է այն հակացուցված։ Կաթնաշորը մարդկանց, ովքեր ունեն լակտոանտանելիություն, այսինքն այդ նյութի հանդեպ անտանելիություն, մնացած հիմնականում եթե չունի այդ անտանելիությունը եւ ալերգիկ վիճակի մեջ չի ընկնում, խնդիր չկա։ Այսինքն դա համարվում է լավ դիետա։ Հա, դիետա նկատի ունեք միայն կաթնաշորային դիետա, ունեք մի քանի օր պահել դա։ Մեծ հաշվով նույն տեսակ սնունդը անընդհատ բոլոր օրերին, հա, 3 օրերին միայն նույն բանն ուտել ցանկալի չի։ Օրինակ դա կարելի է համադրել բանջարեղենի հետ, մրգերի հետ, սերմերի հետ, կտավատի սերմեր, չիայի սերմեր։ Միայն կաթնաշոր նախ հոգեբանական տրավմա կլինի եւ հետո նպատակը չեմ հասկանում ինչն է, միայն կաթնաշորի։ Անիմաստ հոգեբանական եւ ֆիզիոլոգիական նագրուսկ կա մարդուն։ Ես օրինակ այն մարդկանցից եմ, ով շատ է սուրճ սիրում ու օրինակ այսօր արդեն ես 1, 2, 3 բաժակ արդեն խմել եմ։ Ժամը 10:20 րոպե, ժամը 8-ից մինչև հիմա ես արդեն 3 բաժակ սուրճ եմ խմել։ Ես չեմ կարողանում առանց այդ սուրճի, բայց նաև ես զգում եմ, որ չափը անցնում եմ մի քիչ, հա։ Կա ինչ-որ տարբերակ նաև, որ ես ինչ չզրկեմ այդ հաճույքից, հա, բայց կողքից օրինակ չգիտեմ, ինչ-որ մի բան ունենամ, թե նայեք, սուրճը եթե լավ որակի աղացած սուրճ է, ինքը վատ մթերք չի։ Վատ մթերքել չեմ համարում իրեն արհեստական սուրճերը, հա, այդ ապարատներով ստացած, հա, տարբեր քիմիական հավելումներով, սերուցքներով սուրճերը դրանք ցանկալի չեն։ Իսկ եթե նորմալ աղացած լավ որակի սուրճ է, կարելի է ուղղակի ցանկալի ոչ դատարկ ստամոքսին։ Առավոտյան օրինակ դուք կերեք ինչպես ասացիք կաթնաշորով ինչ որ խառնուրդ չիայի սերմերով կարելի է փոքր կտավատ աղացած իդեպ աղացած երկուսն էլ որպեսզի յուրացումը մաքսիմալ լինի որովհետև երբ որ չեք աղում հատիկները չեն յուրացվում այդպես օրգանիզմի կողմից հենց դուրս այդպես հատիկներով դուրս են գալիս այդ կաթնաշորը կերեք կողքից նաև ափսեի մեջ դրեք անկույս պոպոկ այսպիսի տարբերակ կարող եք, քանի որ դուք գիրանալու խնդիրել չունեք, հուսամ դիաբետի հարցել չունեք։ Հետ եմ քաշած փորձ նստած, իրականում։ Մի փոքրել կարող եք մեղր կողքը դնել կամ խառնել ու նոր սուրճը խմել։ Շատ լավ։ Եթե մենք ունենք ժամանակ, ես չունենք ցավոք։ Եվ շատ արագ խնդրում, ասեք, օրինակ մեր հասարակությունը օրինակ ավելի շատ դիմում են հիմա տոներից հետո ձեզ կարգավորելու համար, թե չէ։ Հա, իհարկե, տոներից առաջ էլ, հետո էլ, տոներից առաջ դիմում են նիհարեն շորիկը հագնեն, տոներից հետո, որպեսզի այդ շորիկը նորից մտնի։ Հասկացա։ Սիրելի ռոստայտոնը, շատ սխալ է Facebook-ով գրել Զորուր ջան, խնդրում օգնեք, իրացել եմ, ինչ անեմ, ոնց անեմ, ինչ որ էջերում, հա,
մեկին ինչու՞ մտնում ես 184 կիլոգրամ մորաքույրը գրում է այս մեթոդը օգնում է ընտրեք ես արել եմ սա դիմեք մասնագետներին որպեսզի չվնասեք ձեր առողջությանը ձեր օրգանիզմին դա շատ կարևոր է իսկ մեր հյուրն էր սննդաբան նուտրիցիոլոգ ֆանտաստիկ ազգանունով Գայանե Շահաթունին շնորհակալ ենք շատ ես էլ ձեզ լավ օրվա շնորհակալություն իսկ հիմա ունեք ոնց գնաս գիշերը 12-ին սառնարը չբացես այն խմորեղենի համեղ կտորացնես չվերցնես ավարտվեց էլ չենք կարող առողջ սնվեք ու ամենակարևորը շրջապատեք ձեզ առողջ մտածելակերպով մարդկանց դրական մարդկանցով իսկ եթե օրը սկսել եք կենտրոն հեռուստաընկերությամբ լույս առավոտի ուրեմն ամեն բան ստացվելու է ամեն ինչ ֆանտաստիկ է եւ Կարեն Մոլիքյանի ձեզ լավ օր վաղը եթերում կրկին կլինենք ես եւ Անահիտը մնացեք մեզ հետ